Երևանյան ակումբները մեկնարկեցին ճանապարհորդությունը UEFA-ի կոնֆերենցիաների լիգայում, որակավորման առաջին փուլում Վահե Գևորգյանի գլխավորած Ալաշկերտը սեփական հարկի տակ ուժերը չափեց ղազախական Ելիմայի հետ։ Հյուրերի կազմում առավել աչքի ընկավ Ռամազան Օզարովը, ով 2021 թվականից մինչ օրս ազգային հավաքականի կազմում անցկացրել է 30 պաշտոնական հանդիպում։ Առաջին խաղակեսում Կարեն Նալբանդյանը եւ խաղանկերները ունեցան գոլային պահեր, սակայն գնդակը դարպասային գծից այն կողմ ուղարկել չհաջողվեց։ Երկրորդ խաղակեսում հանդիպման հաշիվը բացեց Արսեն Աշիրբեկը։ Երևանյան ակումբը կարողացավ խուսափել պարտությունից։ Հանդիպման 86-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Դավիթ Տերտերյանը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Հանդիպումից հետո Ալաշկերտի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը նշեց. «Լավ խաղ ստացվեց, գիտեինք, որ բարդ հանդիպում է լինելու, գիտեինք, որ ֆուտբոլիստներ կան, որ առաջին անգամ է կոնֆերենցիաների լիգան Լավ խաղ ստացվեց, մենք գիտեինք, որ բարդ հանդիպում է լինելու։ Առաջինը գիտեինք, որ մենք ունենք շատ ֆուտբոլիստներ, ում համար որ առաջի անգամ է այդ կոնֆերենս լիգայի հասկացողությունը ու իրանք կարան լարված լինեն։ Միանշանակ փորձել ենք այդ լարվածությունը հանենք իրանց մեջից։ Դա շատ կարևոր էր, բայց ամեն դեպքում մի քիչ ազդեցություն ունեցավ։ Էպիզոդներով խաղը կարելի ասել կոնտրոլ էինք անում, հիմնականում։ Էպիզոդներով լինում էր, որ բաց էինք թողում։ Հենց այդպես մի հատ էպիզոդ էլ եղավ, որ կոնցենտրացիան կորցրեցինք ու գոլ ընդունեցինք։ Կարծում եմ մրցակիցը լավ մրցակից է, լավ մարզիչ ունեն, դա երևում է խաղադաշտում, երբ որ խաղում ես իրանց դեմ։ Շատ բալանսավորված ֆուտբոլ խաղացին, շատ ապահով, ակնհայտ երևում էր, որ իրանց համար ամենակարևորը այսօր չպարտվելն է մեր խաղադաշտում։ Գիտենք, որ իրանց խաղադաշտում էլ լավ են խաղում ու երևի թե շեշտը դրա վրա էին դրել։ Ամեն դեպքում շատ ցավալ էր, որ գոլ ընդունեցինք հենց այն հատվածում, որտեղ որ մենք առավելություն ունեինք ու երևի թե մի քանի րոպեվա ընթացքում երկու հատ ռեալ գոլային պաս ստեղծեցինք ու չխփեցինք, դրանից հետո գոլ կերանք։ Շատ գովելի է, որ հավաքվեցինք, ճնշում գործադրեցինք, հավասարացրինք հաշիվը, մնացինք ավելի շահեկան դիրքում, քան եթե 0-1-ով գնայինք C1։ Ամեն ինչ կորոշվի երկրորդ խաղում, մենք կարծում եմ, որ լավ ենք խաղացել այսօր, պետք է հաշվի առնենք, որ մեր այս մրցաշրջանի առաջին խաղն էր։ Մնացածը արդեն C1-ում։ Օրվա հաջորդ խաղում Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի Փյունիկը արտագնաց խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Մալթայի փոխչեմպիոն Մարսել Շլոկի դարպասը։ Արտակ Օսեյանի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Մոմո Յանսանեն, Արտակ Դաշյանը եւ Միխայել Կովալենկոն։ Օսեյանը հետխաղի ասուլիսի ընթացքում նշեց. «Առաջին պաշտոնական խաղի համար լավ տեսք ունեինք։ Առաջի պաշտոնական խաղի համար այսօր բավական լավ տեսք ունեինք, բավական կազմակերպված, որակյալ ու ամենակարևորը խելացի ֆուտբոլ խաղացինք։ Մեր հաղթանակը լրիվ տրամաբանական եմ համարում, նույնիսկ կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել ու շատ կարևոր էր նոր մրցաշրջանը սկսել հաղթանակով, որի համար շատ ուրախ ենք»։ Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։